Բոլորիդ բարի երեկո, այսօր ես որոշեցի 6-ին երեկոյան եթերս թողնեմ իմ էջում, որպեսզի այն մեր հետևորդները, ովքեր մտնելու են ժամի 7-ին, 8-ին, 9-ին եւ նաեւ 10-ին, կարողանան նայեն այս եթերը սկզբից մինչև վերջ, ինձ թվում է այս երկու եթերը, այսօրվա եթերը, որը հայերեն է լինելու եւ վաղվա եթերը, որը ռուսերեն է լինելու, շատ կարեւոր է, քանի որ ես որոշեցի իմ եթերներում պատասխանեմ ձեր հարցերին։ Տեսեք, հարցերը շատ է, իսկապես եթե ես այսօր որոշեմ պատասխանեմ բոլոր այն հարցերին, որը կա, երևի դրա համար մենք պետք է ծախսենք ամենակիչը մին 8-10 ժամ, հա։ Որոշեցի ամենահետաքրքիր եւ ամենակարևոր հարցերը ընտրեմ, որպեսզի մենք այն հարցերը, որը ամենաշատ հնչում է մեր համացանցում, այդ հարցերին մենք կպատասխանենք։ Մինչ սկսենք պատասխանել այն հարցերին, որը ես արդեն նաեւ տպել եմ եւ տպագրել եմ իմ կայքում, մինչ դա ես ասեմ, որ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր ամեն օր իմ 1 րոպեանոց վիդեոները տարածում են իրանց էջերում, իրանց ստորիսներում, ուզում եմ հիշեցնեմ, որ մեզ ունենք այս դրությամբ 2250 հոգի, ովքեր գրել են ինձ մեսենջերում, որ իրանք պատրաստ են իրանց էջերում եւ ստորիսում տարածեն այն վիդեոները, որը ամեն օր 2-3 անգամ դուրս է գալիս։ Հիմա մենք այսօր եւ 3, այսպես ասած, հանգստանում եք ռիլսերից եւ հույսով եմ այսօր երեկոյան կամ վաղը կշարունակենք մեր 1 րոպեանոց ռիլսերը տարածել մեր կայքերում եւ մեր ստորիսներում։ Եթե դուք եք միանում եւ դուք եք պատրաստ ամեն օր կամ ասենք շաբաթը 2 անգամ տեղադրեք այդ ստորիսներում կամ ձեր կայքերում այդ ռիլսերը, գրեք ինձ մեսենջերում, որ Ռոման ջան, ես եմ պատրաստ, եթե լինում է ինձ ուղարկի, ես ուղարկելու եմ ձեզ վիդեո եւ 2-3 նախադասություն եւ դուք կտեղադրեք ձեր լենթաներում։ Ուրեմն անցնենք մեր հարցերին, որը ես այսօր հավաքել եմ եւ պատրաստ եմ պատասխանեմ այդ հարցերին։ Ուրեմն առաջի հարց, Ռոմ Մովսես Հակոբյանը վիրավորել է Սուրեն Պապիկյանին, ինչու մեր լրագրողները տեղը չեն դնում այդ ամբարոյականին։ Հիշեցնեմ, որ Մովսես Հակոբյանը հայտնի գող ավազակ անասուն մի հատ գեներալ է Ղարաբաղից, Ճարտար գյուղում իրան ճանաչում են որպես Թալանչի։ Այո, ես եմ նայել ձեզ հետ միասին Սուրեն Պապիկյանի ասուլիսը, երբ ինքը ինձ թվում է շատ կոպիտ պատասխանեց Մովսես Հակոբյանին, ինձ թվում է դրանով հերիք է, որ մենք լսում ենք Սուրեն Պապիկյանից պատասխանը։ Ուրիշ բան է, որ ասում եք Սուրեն Պապիկյանը ախր ինչի պետք է հիմա պատասխանի Մովսես Հակոբյանին, եթե այդ մարդը արդեն բանտում շուտվանից պետք է նստել, դա արդեն ուրիշ հարց է եւ այդ հարցը պետք է ուղղել քննչական կոմիտե, ԱԱՑ, դատախազություն, բայց ոչ Սուրեն Պապիկյանին, քանի որ ինքը պաշտպանության նախարարության ղեկավարն է, հա։ Ինչ մնաց Մովսես Հակոբյանին, գիտեք, ես շատ կարճ ասեմ, պատերազմի ժամանակ, առաջի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հասկանալի է, որ բոլոր կողմերը շատ վատ բաներ էին անում, իրար գնդագործում էին, իրար վրա ռումբեր էին գցում, բայց Մովսես Հակոբյանը այն տղան չի, որ հա կրվել է ադրբեջանցիների հետ եւ մեզ պաշտպանել է։ Միակ բանը, որ ես գիտեմ, որ Մովսես Հակոբյանը եղել է Թալանչի կրվի ժամանակ եւ չեմ ուզում հիմա եթերում ասեմ ինչի չեմ ես իրան հարգում, քանի որ նաեւ մեզ լսելու են ադրբեջանցիները, բայց գիտեք կան քայլեր, որը ոչ տղամարդու քայլեր է պատերազմի ժամանակ, ես sense ասեմ, այն մարդիկ, ովքեր ձեռ են տալիս երեխաներին կամ կանանց, կապ չունի որ ազգի, ինձ համար տղամարդ չեն, դաժե պատերազմի ժամանակ, լինի դա ադրբեջանցի, լինի դա հայ ազգի ներկայացուցիչ, բոլորին ես չեմ համարում տղամարդ, ով ձեռ է տալիս երեխաներին եւ կանանց։ Եվ այո, Մովսես Հակոբյանը այդ շարքում եւ Փառք Աստծո Սուրեն Պապիկյանը թույլ չի տալիս, որ Մովսես Հակոբյանի նման տականքը, հա, գա աշխատի պաշտպանության նախարարություն։ Իմ ջալոց ես պատասխանեմ նաև այդ հարցի մեջ բացատրեմ մեր հետևորդներին, որ Մովսես Հակոբյանը 44 օրվա պատերազմից հետո ասուլիս արել, քննադատել է Աննա Հակոբյանին, հա, Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը ով լսել է Մովսեսից քննադատություն, ստեր ինչ որ, հա, մտածում էր Մովսես Հակոբյանը, որ կարա Փաշինյանին հանի, հա, քանի որ իր բորը շատ կեղտոտ է, հագին ինքը հանցագործություն արել Ղարաբաղում։ Չստացվեց։ Դրանից հետո Մովսես Հակոբյանը սկսում է գովալ Սուրեն Պապիկյանին։ Ես դրա մասին գրում եմ մոտավորապես 2 տարի առաջ, որ Մովսես Հակոբյանը առավոտից երեկոյան շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն Արսեն, большой привет, дорогой։ Առավոտից երեկոյան գովում էր Սուրեն Պապիկյանին։ Պապիկյանը բոմբա նախարար է, Պապիկյանը լավ տղա է, Պապիկյանը մալադեց։ Սենց բաներ էր խոսում Մովսես Հակոբյանը։ Իր Ղարաբաղի խարակտերը օգտագործում էր, կներեք էլի, ոչ բոլոր ղարաբաղցիներն են տենց։ Մովսես Հակոբյանի նման ղարաբաղցիներն են տենց անում, Ժանը привет։ Ժոպալեզի նման ընկած Սուրեն Պապիկյանի ворը, բայց Սուրեն Պապիկյանը չընդունեց իրան, ասեց չեմ ուզում դրա Մորդան вообще տենան ՊՆ-ում։
Եվ դրա համար նորից սկսեց հաչել, հա, նորից սկսեց հաչել։ Հա, եւ Պապիկյանն իր պատասխանը տվեց, բայց ես նորից եմ կրկնում։ Ես չեմ հարգում այն ադրբեջանցիներին եւ այն հայերին, ղարաբաղցիներին, ովքեր երեխաներին կամ կնգա ձեռ են տալիս։ Եթե ինչ որ մեկի վրա երեխու արյուն կա, նա չի կարա լինի լավ հայրիկ։ Ես չեմ կարող հասկանամ ոնց կարող է Մովսես Հակոբյանի նման անձնավորությունը լավ հայր լինի, հա, իր տղու համար կամ իր աղջկա համար։ Ես եթե ինձ լսում եմ Մովսես Հակոբյանի ընտանիքը, դուք ինձ ուշադիր լսեք, նա ում վրա արյուն կա, երեխու արյուն, դա այդ ընտանիքը կյանքում երջանիկ չի լինելու։ Եվ այդ ձևի մարդիկ լինի դա ադրբեջանցի, հայ, ինձ համար իրանք տականքներ են ու անասուն, ուրիշ ոչ մի բան։ Շարունակենք երկրորդ հարցը, որը ես ստացել եմ եւ ես կպատասխանեմ այդ հարցին, շատ հայեր, Ռոման ջան, տեղափոխվում են Հայաստան եւ չեն հասկանում հայերեն գրությունները։ Հնարավոր է գրել նաեւ ռուսերեն։ Պատկերացրեք 2-3 ընտանիք տեղափոխվել են Ռուսաստանից Հայաստան եւ մետրոյում իրանք չեն կարողանում հասկանալ այն գրառումները, որ իրանք տեսնում են, քանի որ գրած է հայերեն։ Եվ կուզենայիք, որ ռուսերեն լինի Երևանի մետրոյում գրառումները։ Հիմա պատասխանում եմ ձեզ, հարգելի հետևորդ։ Ես դեմ եմ դրան, ես դեմ եմ։ Ես հասկանում եմ, որ դուք չեք հասկանում հայերեն, բայց տեղափոխվել Ռուսաստանից Հայաստան եւ խնդրել կառավարությանը, որ մետրոյում ռուսերեն նաև գրեն, դա մեզ պետք չի։ Առանց այն էլ մեզ ունեք նկատողություններ, նաև մեր կառավարության հանդեպ, որ այսօր Երևանում մենք տեսնում ենք ռեստորաններ եւ կաֆեներ, որտեղ մարդկանց, հա, դիմավորում են ռուս տղերքը եւ աղջիկերը։ Խնդիր չկա, բայց այդ մարդիկ խոսում են ռուսերեն մարդկանց հետ, այսինքն հայը եւ հայուհին մտնում են Երևանի ռեստորանը եւ մարդկանց հետ խոսում են ռուսերեն։ Էսա Արփինե Պետրոսյանն էլ է ինձ նայում, հիմա ինքը Արփինեն Եվրոպայում, Արփինե ջան, մեծ բարեմներ քեզ։ Արփինեն էլ թող ասի, այդ երբ դու մտնում ես, сейчас она в Риме, в Италии. Ты сейчас в Риме, в Италии. Ты где-нибудь видела, чтобы официант, да, разговаривал не на итальянском, не на своем родном языке, не на английском, который принят в Шенгене, а разговаривал на китайском или, не знаю, на корейском. Պատկերացնում եք, մեր երկրում, Հայաստանի Հանրապետությունում, մարդկանց հետ խոսում են ռուսերեն։ Իսկ ոնց կարող է երևանցի կինը, ով հայ դպրոց է վերջացել, ինչի պետք է ինքը, հա, լսի ոչ թե հայերենը, այլ ռուսերենը։ Դա սխալ է։ Եվ հիմա դուք ասում եք ահագին հայեր տեղափոխվում են Ռուսաստանից Հայաստան եւ մետրոյում չեն հասկանում հայկական բառերը։ Թող սովորեն։ Ինձնից էլ են բոլորը պահանջել, որ ես սովորեմ։ Նես չի, որ իմ հետևորդներս գլխից չգիտեմ, կարակ են լցել, ասել են տղա ջան, ռուսերեն խոսի։ Ինձ գիտեք քանի տարի խլնգել են, ասել են հայերեն խոսա, հայերեն խոսա։ Այնենցա որ եթե ես հիմա ռուսերեն վիդեո եմ անում կամ ռուսերեն խոսում եմ, իմ հետևորդներս գիտեն, որ հիմա մեզ ունենք հիբրիդային պատերազմ եւ պետք է մենք այո, ռուսերեն խոսանք մի մասը մեր եթերների եւ վիդեոների, քանի որ ընտրություններ է գալիս եւ Թիֆլիսի հայերը, Բաքվի հայերը, նաեւ Ղարաբաղի հայերը, Ռուսաստանի հայերը նրանք էլ են ձայն տալու կամ էլ ազդում են բարեկամների վրա, այո, դրա համար իմ վիդեոներից մի մասը հիմա գնում է ռուսերեն, բայց միջև ընտրությունների օրը, այնեցա որ միջև հունվարը 1-ը սաղ հայերեն ա եղել եւ դուք գիտեք դրա մասին։ Այնպես որ իմ պատասխանը սենց է, եթե դուք տեղափոխում եք Հայաստան, ուրախ ենք, շնորհակալ ենք, եկեք, մենք սիրում ենք ձեզ բոլորիդ, բայց եկեք մենք սովորենք հայերեն խոսանք, հայերեն։ Այո, մենք պետք է եւ անգլերեն խոսանք եւ ռուսերեն, բայց եկեք խոսանք եւ սովորենք խոսել հայերեն, հա։ Սա շատ ճիշտ է։ Շարունակենք, հաջորդ հարցը, որը տալիս են իմ հետևորդներս, Ռոմ, ինչու Փաշինյանը ժամանակին չհերացրեց Դիանա Գասպարյանին քո կարծիքով, ինչի պետք էր 5 տարի սպասել մինչև այդ աղջիկը հանցագործություն անի, հետո Փաշինյանը իրան որոշեց անի։ Առաջինը, Փաշինյանը չի հանել ոչ մի Դիանային, Դիանային, այսպես ասած, խայտարակ արել ինքը Դիանա Գասպարյանը։ Ես չեմ կարող վարչապետի տեղը խոսամ եւ ընդհանրապես ես խոսում եմ մենակ իմ տեղս, քանի որ ես չգիտեմ ուրիշ գլխում ինչա կատարում, նաեւ իմ հարգելի եւ սիրելի վարչապետի գլխում ոնց է կազմում, հա, մտքերը։ Բայց ես կարամ, քանի որ ես շատ եմ, այսպես ասած, ուսումնասիրում վարչապետին, կարամ փորձեմ ասեմ ոնց որ ինձ թվում է ոնց է մտածում վարչապետը, բայց ելի ներողություն, եթե սխալում եմ, քանի որ 100%-ով չեմ կարող վստահ լինեմ։ Տեսեք, ինչի չհանեց Դիանա Գասպարյանին։ 5 տարի առաջ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը, վարչապետը, ինքը լսել է այն զրույցը, որը եղել է Դիանա Գասպարյանի միջև եւ հիմիկվա ՊՆ-ի նախարար Սուրեն Պապիկյանի միջև։ Եվ դուք եք լսել այդ զրույցը։ Օրինակ, ես այդ զրույցը, որ լսել եմ, այդ զրույցից հետո 1 վայրկյանից հետո ինձ համար Դիանա Գասպարյանը ոչնչացրել է ինքը իրան, մինչ դա էլ է ոչնչացրել, արդեն մի քանի անգամ քակերակ էր, նես չի որ ինքը մինչ դա աչքից լույսն է եղել, բայց այդ զրույցից հետո ինքը զրոյ է դարել ինձ համար։ Վստահ եմ, որ ինքը զրոյ է դարել բոլոր քփեականների համար։ Դիանա Գասպարյանին, այն վաղ ինքը
Այն վաղտ ինքը եղել է Էջմիածինի, հա, քաղաքապետը, եթե նույն օրը ասեր Դիանա ստորագրի գնա, կստացվեր, որ Դիանան միացել սուրբ աղջիկա, վարչապետն էլ նեղացած է, իրան հանում է։ Այսինքն վարչապետը որոշել է, ինձ է տենց թվում, որ Դիանա Գասպարյանը պետք է ինքը իրան ոչնչացնի, ինքը իր խայտարականի, ինքը քաքեր ուտի, որպեսզի էջմիածինցիները տենան, որ վարչապետը թքած ունի Դիանայի խոսքերի վրա, այսինքն այն 5 տարի առաջ ինչ ասել է Դիանան, վարչապետը ցույց տվեց, որ ես թքած ունեմ քեզ վրա Դիանան, դու ով ես, դու ինչ զիբիլ ես, որ ես արամ նստեմ նեղանամ քեզնից թե չնեղանամ, հա, դու քեզ ոչնչացրու, դու քաքեր կեր, որ էջմիածինցիները տենան, որ դու ոչնչություն ես, հա, եւ ինչ թվում է տենց է եղել։ Մենք սպասել ենք մինչև կաթը գա, մենք տեսանք, որ կաթը բարձրացավ ու գնաց ու ինքը իրան ոչնչացրեց։ Ինձ տենց է թվում, ուրիշ ես տարբերակ չեմ տենում, ինչի պետքա։ Այո, օրինակ ես լինեի կամ էլ դուք։ Ես կասեի, ինչի պետքա ես սպասեմ, օրինակ, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ օծը պետքա ինքը մահանա իր թույնից, հա, երևի Փաշինյանը սենց է մտածում։ Թող օծը հավաքի ինքը իր թույնը, լցվի այդ թույնով եւ ինքը խեղդվի եւ մահանա այդ թույնից։ Ես չգիտեմ ինչքանով է ճիշտ, ես չեմ մտածում։ Ես գտնում եմ, որ օծը, ես գտնում եմ, որ կարող է լցնվի թարախով եւ կծի նույն վարչապետին, այսինքն ով ասել, որ օծը կմեռնի իր թարախից, հա։ То есть, а что если змея, прежде чем умереть от собственного яда, укусит его этим ядом? Այնպես որ ես վստահ չեմ, որ այս տակտիկան ճիշտ է, բայց էլի ինձ թվում է այդ տակտիկան աշխատել։ Շարունակեք 4-րդ հարցը, որը տալիս են մեր հետևորդները շատ հաճախ։ Ռոման ջան, կարող է լինի նենց, որ Տաշիր Սամոն ահագին ձայներ հավաքի ընտրությունների ժամանակ եւ հաղթի եւ ինչ ես դու մտածում դրա մասին։ Ոչ ու ոչ, քանի որ տեսեք, այո, մեր ժողովուրդը էմոցիոնալ են, մեր ժողովուրդը կարող է էմոցիաների վրա ինչ որ գորգորան, ստրանք ֆրտեն դրան լայքեր դնեն, բայց մենք պետք է միշտ հիշենք, կապ չունի Տրամփն է, Պուտինն է, այս մեկն է, այն մեկն է, մենք չմոռանանք, որ Հայաստանի ժողովուրդը, մի վարքան ես գուցե բանը սենց լինի եթերի ավելի մեր ժողովուրդը իմաստուն է եւ ես վստահ եմ որ ոչ մի տենց բան չի կարա լինի, այսինքն ես ոչ մի սենց սցենար չեմ տենում, քանի որ նույն Տաշիր Սամոն եւ մնացած օլիգարխները, մնացած մարդիկ, ովքեր շատ հարուստ են, ահագին գումարներ ունեն, մեր ժողովրդի աչքի մեջ այս մարդիկ ոչ թե թալանչիներ են, այն մարդասպան են։ Եկեք չմոռանանք, որ հայ ազգը շատ լավ հասկանում է, որ այս բոլոր օլիգարխները, ովքեր ունեն 1, 2, 3 միլիարդ դոլար, սրանց այս գումարը իրանք հավաքել են դագաղների վրա։ Հավատացեք, թե Արա Աբրամյանը քանի մարդասպաներ, որ դարել է այդքան հարուստ, քանի գլուխ է կերել։ Ինքը մարդասպան է։ Եվ իրան նմանները մեծ մասը 90% մարդասպան են։ Օրինակ ես ոչ մեկ չի կարող ասել, որ Խաչատուր Սուքիասյանը մարդասպան է։ Ես շատ եմ ուսումնասիրել։ Խաչատուր Սուքիասյանը այո, ուժեղ բիզնեսմեն է, կարանք ամեն ձևի վերաբերվեք իր հանդեպ։ Բայց Խաչատուր Սուքիասյանը ոչ մեկ չի կարող ասել, որ մարդասպան է, որ իր հարստությունը ավելացնի։ Ինքը միշտ եղել է ժողովրդի մոտ։ Մնացած հարցերը դա ամեն մարդ իրավունք ունի։ Նեղանա իրանից, ումինա գործից անել, ում ոտնատորորել, ով է իր ոտը տորերել, բայց այս մարդիկ, Տաշիր Սամոյի նման, Արա Աբրամյանի նման, այս մարդիկ ուրիշի գլուխ ուտող մարդիկ են, ու իրենց հարստությունը այո հավաքել են դագաղների վրա։ Ու հայ ժողովուրդը ինչքան ուզում է Տաշիր Սամոյի նման բիզնեսմենները փող ծախսեն, հայ ժողովուրդը կյանքում բացի դրանից ովքեր ծախվելու են փողով կամ էլ աբիժնիկներ չի տալու ձայնը այն մարդկանց, ովքեր մարդիկ են սպանում։ Հասկանում եք, սա շատ կարևոր է իմանալ, շատ կարևոր։ Ես sense կարամ ես ձեր հարցին պատասխանեմ, հարգելի հետևորդ, գտնում եմ, որ ձեր հարցին պատասխանել եմ։ Շարունակենք 5-րդ հարցը, որը տալիս են հետևորդները։ Ռոման ջան, չեք կարծում, որ սխալ էր, որ Փաշինյանը թույլ տվեց Վարդան Ղուկասյանին դառնալ Գյումրիի քաղաքապետ, տեսեք ինչքան ժամանակ եք մենք կորցրել։ Էլի այս հարցը իմիջիալիոց ես կմիացնեի Դիանա Գասպարյանի հարցի նման, էլի ես կասեի, որ ես չգիտեմ Փաշինյանի գլխում ինչա կատարվում, բայց ես ինձ թվում է, որ Փաշինյանը գտնում է, որ այդ մարդը պետքա ինքը իրան ոչնչացնի։ Եթե Գյումրիի մի մասը սենց սխալ քայլ են արել եւ ընտրել են Վարդան Ղուկասյանին, իսկ ես հիշեցնեմ, որ Գյումրիում Նիկոլ Փաշինյանը եւ ընդհանրապես ԿՓ-ն այս անգամ ավելի շատ ձայն են հավաքել, քան թե անցած ընտրությունների ժամանակ։ Եվ տեսեք, նա 10% չի եղել, 20% չի եղել աճը եղել է շատ, այսինքն մեծ աճ է։ Փաշինյանը ահագին ավելի շատ ձայներ է հավաքել։ Ես համաձայն չեմ մարդկանց հետ, երբ մարդիկ ասում են, գիտես Գյումրիում Փաշինյանի դեմ այնքան մարդ կա, դա սուտ է, դա չի համապատասխանում իրականությանը։ Գյումրիի մեծ մասը Փաշինյանի աջակիցներն են, իսկ այն որ ձեզ թվում է, որ Գյումրիում Փաշինյանի դեմ են, դրանք ովքեր են։
Վարդանիկի շրջապատը, չինովնիկները, գիտեք, ես չեմ ուզում նեղացնեմ գյումրեցիներին, բայց Գյումրիի մեծ մասը չինովնիկները, մեծ մասը սա կյանքամ Վարդանիկի նման թալանչիներ են եղել։ Նենց է որ Գյումրիի ամենամեծ խնդիրն ինչն է, որ իրանց չինովնիկները երբ գալիս են նստում են քաղաքապետարան կամ մարզպետարան, մոռանում են Գյումրիի մասին, արդեն մտածում են մենակ իրանց գրպանի մասին։ Բոլորն են երևի տենց, բայց տոկոսային առումով Գյումրին առաջի տեղն է բռնում Հայաստանում, առաջի տեղը։ Եվ այո, ես Վարդանիկի հարցով նույն ձևի մտածում եմ, որ վարչապետը մտածեց, որ այս մարդը թող ինքը իրան ոչնչացնի, ու տենց էլ եղավ։ Մի տարի չանցավ, որ ինքը կաշառք վերցրեց ու եկավ նստավ։ Տենց էլ եղավ։ Շարունակենք հաջորդ հարցը, 6-րդ հարցն եմ ես ուրեմն հնչեցնում։ Հռոմ, ինչու ջնջեցիր քո հոդվածը Շիրակի մարզպետարանի մասին, որտեղ քո խոսքով աշխատում են գայլակերպեր։ Ուրեմն հիշեցնեմ այն հետևորդներին, ովքեր YouTube-ում են նայելու, քանի որ այն մարդիկ, ովքեր նայում են եթերը YouTube-ում, իրանք չկան Facebook-ում։ Մի քանի օր առաջ ես տեղադրել եմ յուտ, որ Շիրակի մարզպետարանում, որտեղ մարզպետը Դավիթ Արուշանյանն է, կան խնդիրներ, կան մարդիկ բաժնի պետեր, ովքեր ավել պակաս բառեր են խոսում, եւ այլն, քանի որ մենք մի տարի հետևում ենք մարզպետարանի աշխատանքին, մի հատ տենակ ինչ անդեղ կատարում։ Եվ այո, ահագին կոմենտներ թողեցին շիրակցիները եւ անգլերեն էջում եւ ռուսերեն էջում եւ դրանից հետո ես հանեցի այդ նյութը, բայց ինչի հանեցի, քանի որ մարդիկ կան Շիրակի մարզում, ովքեր նեղացան ինձնից, մարդիկ կան, ովքեր մտածում են, թե իբր ես, այսպես ասած, մարզպետի ոտի տակն եմ քանդում, կոնկրետ Շիրակում, ասեցի, չէ, այ ախպեր ջան, դու չես նայում այս նյութի տակ ինչքան շիրակցիներ գրում են, որ այո, ունեք խնդիրներ։ Խնդիրը մարզպետի մեջ չէ, մարզպետը լավ մարդ է, կներեք, ու իմիջիայլոց նյութի մեջ մարզպետին ես մի վատ բառ չեմ գրել։ Գրեցի ասեցի, այո, մեկ տարի աշխատում է, մի անգամ այս մարդկանց նկատողություն չի անում, մի անգամ չի հավաքում իր աշխատակիցներին, ասի գիտեք ինչա, մենք հարկեր ենք տալիս մարզպետարանի աշխատակիցներին, ոչ թե բամբասանք անելու համար, մենք հարկեր ենք մուծում, այ ախպեր ջան, որպեսզի դուք աշխատավարձ ստանաք եւ աշխատանք կատարեք Շիրակի մարզի համար, եւ դուք ներկայացնում եք վարչապետին։ Դուք Վարդանիկի շրջապատը չեք, որ ավել պակաս խոսեք։ Փառք Աստծո, պարոն Արուշանյանը այս մարդկանց հավաքեց, ես արդեն մեջից ինֆո եմ ստանում, որ այս մարդը մեր նյութից հետո մի քիչ հաստատ փոխել է իր պահվածքը, հա, այն մարդկանց հանդեպ, ովքեր շատ լկտի են իրաց պահում։ Այս դրությամբ ինձ դա բավարարում է, բայց ես կհետևեմ եւ կներեք, ես մարզպետին չեմ աջակցում, այլ աջակցում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հենցա որ եթե իր համար ինչ որ վնաս եմ տեսնում եւ մենք ձեզ հետ ենք միասին տեսնում, քանի որ կներեք մարզպետարանում ահագին մարդիկ կան, ովքեր ինձ հետ շփվում են եւ մարզպետարանի աշխատակիցների հետ ահագին գյումրեցի կա եւ շիրակցի, ովքեր շփվել են եւ այն նյութը, որը ես տեղադրել եմ, ես օթից չեմ վերցրել, հա, անուն ազգանուններով, բաժնի պետերով եւ այլն։ Այսքանը ասեմ, հարգում ենք պարոն մարզպետին եւ հույսով եմ, որ ինքը այն նյութի մեջ այն բաները, որը իրականություն է, ինքը դրա վրա ուշադրություն կդարձնի եւ կուղի այդ հարցերը։ Շարունակենք ժողովուրդ ջան, 7-րդ հարցը։ Ռոման ջան, ինչու են քեզ այդքան շատ քննադատում ղարաբաղցիները եւ նրանց կլանը։ Տեսեք, ես իրանց քննադատում եմ, իրանց քայլերը ցույց եմ տալիս, իրանք ինչքան ոչլոտ տականքներ են, ու այո, պատասխան եմ ստանում, քանի որ այդ մարդիկ իմ մեջ տեսնում են վտանգ, երբ ես գրում եմ, որ այս մարդը կիլեր է, այս մարդը թալանչի է, այս մարդը մարադյոր է, այս մարդիկ իմ մեջ վտանգ են տնում, քանի որ ամեն անգամ երբ սպանվածների տղերքը կամ աղջիկերքը գրում են, որ իմ պապայի սպանել է այս գեներալը, իմ եղբորը սպանել է այս ղարաբաղցին, դուք պատկերացնում եք սա ինչ վտանգ է ղարաբաղցիների համար։ Էլ չեմ ասում այդ պաշտոնյաների մասին եւ այո, կոնկրետ ինձնից է, չէ, ինֆոն գալիս եւ իրանք իմ մեջ վտանգ են տենում Ղարաբաղի այդ չինովնիկները եւ գեներալները եւ դրա հետ է կապված, որ իրանք հեքիաթներ են հորինում, իրանք գիտեն թե կարան ինձ այսպես ասած հանեն ցանցերից, հա, բայց տեսնում եք 7 տարի ինչքան ստեր են փչել եւ ոչ մի բան չի ստացվում։ Շարունակենք, Ռոման ջան, քո կարծիքով ինչու ենք մենք կորցրել Ղարաբաղը։ Այս հարցը ամենաշատն եմ ես լսում, այսինքն առաջի տեղը, մանավանդ սփյուռքահայերի ինձ ամեն անգամ հարց են տալիս։ Եվ որպես Ղարաբաղցի ես ուզում եմ ասեմ, որ տարբեր նախադասություններ կարանք մենք օգտագործենք, ասենք մենք կորցրել ենք Ղարաբաղը, այս պատճառով մենք կորցրել ենք, այն պատճառով, բայց եկեք ես պատմեմ ճիշտը, ինչի ենք մենք կորցրել Ղարաբաղը, եւ դրանով այդ հարցը փակենք։ Եկեք փակենք այդ հարցը։ Այսինքն այդ հարցը, որը տալիս եք եւ դուք մտածում եք, ես տենում եմ, որ դուք ազնիվ մարդիկ եք, իմ հետևորդներից մեծ մասը։ Եվ մարդիկ սրտանց ասում են, ինչի եք մենք կորցրել Ղարաբաղը։ Քանի որ չենք սիրում Ղարաբաղը։ Գիտեք, դա այնքան հեշտ է հասկանալ։ Вот почему мы защищаем Пашиняна? Говорим, что вообще не трогайте Пашиняна в вопросе Карабаха. Տեսեք, ես մի հատ օրինակ բերեմ։ Եթե ինձ նայում են տղամարդիկ, եթե դուք ձեր կնգան չսիրեք,
Դրա համար որ ինքը ձեզ համար երեխեք է բերել, երեխեք է մեծացրել եւ ձեր հետևից նայում է, եթե դուք չի սիրեք ձեր կնգան, դաժե եթե ձեր կինը մնա տան մեջ, դուք կորցրել եք այդ կնգան։ Երևի մեծ մասը հայկական կանանիքները մնում են այդ ձևի տղամարդու հետ, որը չի սիրում իրանց։ Բայց դուք կին չունեք, ունեք մի հատ, այսպես ասած, 4 ոտով, 2 ձեռով ինչ որ մի հատ կին, ով ձեզ համար ճաշ է սարքում, զորով խնդում, ահա, բայց դուք չունեք կին։ Կամ էլ եթե ինձ կանայք են նայում, եթե դուք չեք ուզում կորցնեք ձեր ամուսնուն, դուք պետք է հասկանաք, որ դուք պետք է սիրեք ձեր ամուսնուն։ Այո, նաև այն դեպքում, եթե ձեր ամուսինը ինչ որ բաներ է անում, որը ձեզ դուր չի գալիս կամ ձեզ նեղացնում, գիտեք, չկա իդեալական կին, իդեալական տղամարդ։ Եթե ինձ նայում են կանայք, հա, հիմա դիմում եմ կանանց։ Եթե դուք գիտեք, թե Հայաստանում կամ ընդհանրապես աշխարհում կա իդեալական հայ տղամարդ, դա տես չի։ Տղամարդը կարող է լավ փող աշխատի, բայց լինի փթած, հա, իր բնավորությունը եւ գիտեք, նենց չի որ օրինակ կանայք կա որ թքած ունեն փողի վրա, բայց չեն ուզում մի հատ տան մեջ ապրեն մի հատ տղամարդու հետ, ում սիրտը փթած է եւ հոգին փթած է։ Եվ այլ տարբեր տղամարդիկ կան։ Հիմա տեսեք, Ղարաբաղի հարցը նույնն է։ Ինչի՞ եք մենք կորցրել Ղարաբաղը, քանի որ չէիք սիրում Ղարաբաղը։ Իրականությունը այն է, որ 98% ղարաբաղցիների, որ ես եմ ղարաբաղցի, ես գիտեմ ղարաբաղցիներին բոլորից լավ։ Մենք չենք սիրում Ղարաբաղը, մենք դրա համար կորցրեցինք Ղարաբաղը։ Знаете, что такое на армянском ոնց է լինելու забота։ Մի հատ գրեք, как будет на армянском забота։ Забота։ Գրեք մի հատ забота на армянском как есть, մոռացա այդ բառը։ Հիմա կգրեն իմ հետևորդներս, как будет забота вот на армянском։ Գրեք ժողովուրդ ջան։ Забота։ Հա, ով է գրում, չեմ տեսնում ինչ հիմա։ Հեսա մի հատ գրեն заботան, տենանք։ Հոգատար, հոգտանել или հոգատար все-таки, հոգատար, շատ լավ։ Տեսեք, ինչ է սերը, հոգատարություն, այո, ինչ է սերը ընդհանրապես, մարդիկ կան, ովքեր ասում են սերը դա սեքսն է, որ տղամարդը կան գա հետ լավ սեքս անում, ուրեմն սեր կա տանում, ոչ, մարդիկ կան, ովքեր ասում են այն տղամարդը, ով կնգան բրիլիանտ ապադար կատալիս նոր կվշուկան, դա է սերը, տենեմ ես, ամենալավ առնում է իրա կնգա համար, դա ուրեմն սեր է, ոչ, սերը դա հոգատարություն է, любовь это забота, потому что секс длится 5, 10, может 15 минут, не знаю. А живем мы друг с другом, а общаемся мы друг с другом 24 часа. Մենք սեքսով չենք զբաղվում 24 ժամ։ Սեքսը դա սեր չի։ Եվ բրիլիանտը դա սեր չի։ Սերը դա հոգատարություն է։ Եվ մենք կյանքում չենք եղել հոգատար Ղարաբաղի հանդեպ։ Մենք չենք եղել հոգատար ու քաք են ուտում դրանք, ովքեր ասում են Հայաստանի կառավարությունն է մեղավոր, որ Ղարաբաղն է կորցրել։ Քաք են ուտում դրանք, ովքեր այսօր Արսեն Թորոսյանի էջի տա, էջում ինքը գրել է, որ հայերը եկել են Ղարաբաղից։ Դուք տեսել եք ինչ բարեր են գրում Արսեն Թորոսյանին։ Բա գրեք այդ ղարաբաղցիներին, գրի ասի դուք եղել եք հոգատար Ղարաբաղի հանդեպ։ Ոչ։ Երբ դու Ղարաբաղից փող ես գողանում ու առնում ես Հյուսիսային փողոտայում տներ, դա Ղարաբաղի հանդեպ հոգատարություն է, ոչ։ Հոգատար Ղարաբաղցին կմնար Ղարաբաղում, սոված կմերներ, բայց կմնար Ղարաբաղում։ Հոգատար Ղարաբաղցին կյանքում չեր ապրի Մոսկվայում, Կրասնոդարում, Ստավրոպոլում, այն հայը ով ապրում է Ղարաբաղցին, Կիսլավոդսկում, Ստավրոպոլում, Ռոստովում, Սուրգուտում, Երևանում, նա ինչ է, հոգատար Ղարաբաղցի է։ Կյանքում մի հավատացեք։ Բոլոր Ղարաբաղցիները, ովքեր չմնացին Ղարաբաղում, նաև ես, մենք հոգատար չենք։ Հոգատար Ղարաբաղցին ծակած նասկով մնում է իր տանը, իր գյուղում, իր շրջանում եւ ասում է ես մնալու եմ իմ հողի վրա, մեռնելու եմ, բայց ես չեմ գնալու։ Բայց մենք հոգատար չենք։ Եվ Ալիևը տեսավ, չէ, Ալիևը տեսավ, որ մենք բացի շխորովացից ու տելուց խմուց ոչ մի բան մեզ հետաքրքիր չի Ղարաբաղցիներին։ Եվ դրա համար Ալիևը զենքը կուտակում էր, սպասում էր միջը մենք սենց փողի հետևից մեռած փախնելու ենք Հայաստան, Կրասնոդար, եւ ես ամաչում եմ եւ Ղարաբաղցին, ով Հայաստանում է ապրում Շուտվանից, Կրասնոդարում, Մոսկվայում, երբ դրանք բերան են բացում Փաշինյանի վրա կամ Թորոսյանի վրա, այ ախպեր ջան, դու սիրում ես Ղարաբաղը, բայց եթե սիրում ես, ինչի ես եկել ստեղ բանկ բացել, ինչի։
Արչեն բանկը Ղարաբաղցի է։ Ինչի՞ եկել այստեղ բանկ բացել։ Այդ բանկը բացել Ղարաբաղում, կամ էլ Փեթակ շուկան։ Բա Փեթակի շուկայի բանը տերը Ղարաբաղցի է։ Բա ինչի՞ այստեղ Երևանի կենտրոնում Փեթակ բացել։ Այդ Փեթակը բացել Ստեփանակերտում, դες Ղարաբաղը սիրող Ղարաբաղցի է։ Այսինքն Փեթակի տնորենը փող սիրող փող գրփող տղա է, ու եկել այստեղ է Փեթակը բացել։ Ստեղ է փող գրփում։ Այստեղից նստած Փեթակի տնորենը իր բարեկամների հետ նստած Արսեն Թորոսյանի էջում հաչում է, որ Թորոսյան ինչի՞ ես գրում, որ Ղարաբաղը դա Ադրբեջան է, հա, լուրջ, իսկ քեզ համար Ղարաբաղցի, Ղարաբաղցիների համար Ղարաբաղը Ադրբեջան չի, եթե Ադրբեջան չի, ինչ ես անում դու Երևանում կամ Կրասնոդարում, եթե դու տենց սրտով հոգով Ղարաբաղցի ես։ Սա է իրականությունը, եւ այդ հարցին ես խնդրում եմ, եւ նաեւ ես վաղ ռուսորեն կպատասխանեմ։ Հիշեք, որ մենք Ղարաբաղցիները չենք սիրում Ղարաբաղը։ Մենք չենք սիրում, մենք սիրում ենք տներ, մենք օգտվելով դրան, որ մարդիկ Հայաստանում, Սփյուռքում հավատացին, որ մենք Ղարաբաղցիները վատ օրն ենք եկել, մենք քթում ենք Հայաստանը եւ Սփյուռքը, մեր գրպանները փողով լցնում, որպեսզի գանք Երևանում, Կրասնոդարում լավ ապրենք։ Այդքան է։ Կամ էլ հիմա, տեսեք, այդ բլագատվարիցնե ֆոնդերը, հա, որ հիվանդ երեխոսի վրա փողեր են հավաքում։ Տեսեք ինչով են զբաղված։ Արտուր Ագաբեկյանը, այդ որ օգնել ադրբեջանցիներին պանիկա է գցել Հադրութում։ Ֆոնդ է բացել Մարտիկ անունով։ Տեսեք, գեներալը ինչ է անում։ Ֆոնդ է բացում իր Ղարաբաղի անունով փողեր թալանում։ Գործ են հարուցել 2018 թվականին։ Մյուս նախարարը ֆոնդ է բացել, Արայիկը ֆոնդ է բացել։ Մի շարք կին Ղարաբաղից եկել են ֆոնդեր են բացել Երևանում, կոնկրետ ես գիտեմ կանանց Ղարաբաղցի։ Ֆոնդ են բացել իբր օգնում են հիվանդ երեխաներին, ռակով հիվանդ երեխաներին։ Հերո չգնանք անունով տան, պրոստը առաջի տարերը ասեմ։ Մեկը Ետարով մի հատ կին է, Ետարով, սա Երևանը ճանաչում է։ Բոզություն անող մի հատ Ղարաբաղցի կին, բոզ, տակից գլուխ։ 7 տարի քննադատում է Փաշինյանին, բա այ ագարկա։ Փաշինյանը եթե քեզ նմանի հետ գործ բռնի, քեզ քնչական կոմիտեն կգա, այնքան մարդ գիտեմ, ումից դու փող ես վերցրել, որ իբր օգնում ես այդ հիվանդ երեխուն։ Քո ձեռից կբռնեն, այ ագարկա հայտնի ֆոնդի ղեկավար։ Քո տեղդ կդնեն, տենամ դու Facebook-ում կփորձես մի հատ բար գրես վարչապետի դեմ։ Ու այո, դրա նման ագարկեք է թողել են Ղարաբաղը, եկել ստեղ ֆոնդ բացել իբր հիվանդ երեխոցնա օգնում, բայց դրա նման բոզը եթե իր Ղարաբաղը թողի գա ստեղ Երևանում նստի, ով է սիրելու Ղարաբաղը։ Մի հատ բացատրեք։ Կամ էլ դիզայները Երևանի կենտրոնում Ղարաբաղից փախած կին եկել է ստեղ դիզայներ ա դրել։ Այդ ցավը տանեմ, բայց եթե դու տենց սիրում ես Ղարաբաղը, դիզայնը տանել Ղարաբաղում։ Այդ նույն շորերը, հայկական շորերը, որ դու կարում ես Ղարաբաղցի կին ու 7 տարի քննադատում ես վարչապետին, բայց այս Ղարաբաղ սիրող կին է, ու ես Երևանի կենտրոնում օֆիս բացել, շորեր ես կարում, վստահկաներ ես թռնում, ինչ ես ապրում Երևանում։ Ապրեն դեղ Ղարաբաղում, եթե դու տենց սիրում ես Ղարաբաղը։ Հիմա Ղարաբաղցի կինը, ով Երևանի կենտրոնում դիզայներա, նույն ձևի ագարկա 10 մարդու հետ քնած։ Էլի նստած վարչապետին ա քննադատում։ Ու ոչ մեկ չի ասում, բա այ Ղարաբաղցի կին, դու եթե տենց սիրում ես Ղարաբաղը, դու ինչ ունես 20 տարի Երևանի կենտրոնում դիզայնով ես զբաղված։ Եթե քո Ղարաբաղում պետք է մնայր, որ Ալիևն էլ տեսնա, որ դուք դիզայներ ագարկա, ֆոնդ բացող ագարկա, Արտուր Ագաբեկյան ֆոնդ բացող, գնացեք մնացեք դեղ, ապրեք, պաշտպանեք ձեր երկիրը։ Նստած հիմա Արսեն Թորոսյանի էջի տակ հաչում են շան նման։ Դա լուրջ, հա։ Արսեն Թորոսյանն է մեղավոր, որ մենք Ղարաբաղցիները չենք սիրում Ղարաբաղը։ Այսքանն է ես։ 9-րդ հարցը, Ռոմ, պատմիր քո կյանքի մասին, քանի որ տարբեր ստեր են պատմում, եկեք կարճ դա անեմ։ Կյանքիս մասին կարամ երկար պատմեմ, բայց եկեք կարճ պատմեմ։ Ուրեմն 88 թվականին մենք Բաքու ենք ապրում իմ ընտանիքիս հետ եւ իմ հայրիկիս եղբայրները տեղափոխվել են Ռուսաստան։ Միակը մեր ընտանիքում ով եղել է իմ հայրս, որ որոշել է տեղափոխվի Ղարաբաղ։ Քանի որ մենք Ղարաբաղցի ենք, իմ պապայիս կողմը Ազյոխ գյուղն է, Հադրութի շրջան, այդ նույն գյուղից Էդվարդ Ասրանն է մեր գենշտաբի պետը։ Իմ մամայիս գյուղերը Ճարտար գյուղն է, Մարտունի շրջան, այդ նույն Ճարտարը Մովսես Հակոբյան Մոսին, այդ մասին ես եթերի սկզբում խոսում էի։ Եվ մենք տեղափոխվեցինք Ղարաբաղ, իմ մամաս գիշերները աշխատում էր, իր շեֆը փաստորեն եղել է Բելա Քոչարյանը, եւ իրանք գիշերը աշխատում են ստանոկների վրա, որպեսզի 2 կոպեկ աշխատենք, եւ մենք տուն ենք սարքում, մենք մեր ուժով տուն ենք սարքում Ստեփանակերտում եւ տուն ենք սարքել ին պապայիս հետ միասին, մենք քարերը տանում ենք, մենք սարքել ենք այդ տունը, ոչ մեկից փող չենք գողացել, ոչ մեկից։ Եվ իմ հայրիկս եղել է շատ հայրենասեր, շատ հավատում էր Բակո Սահակյանին, Վիտալի Բալասանյանին, այս տականքներին նենց էր հավատում, որ իբր իրանք են, էլ ուրիշ չկա, հասկանում եք։ Մենք ապրում ենք ռումբերի տակ 91-92 թվականին եղել է շատ վատ տարիներ, երբ մենք փաստորեն մենք
չգիտեմ, Փառք Աստծո, մենք մնացինք սա, բայց ահագին մարդ զոհվեց եւ նաեւ մեր հարևանների տները ընկավ բոմբեր, ահագին երեխեք զոհվեցին եւ շատ վատ էր։ Ոչ լույս կար, ոչ գազ եւ տարիներով ես կոնֆետ չեմ տեսել, խաղցր չեմ տեսել։ Եղել է մի հատ դոշապ, երևի դուք գիտեք դոշապը ինչա, Ղարաբաղեն ասում են բեքմաս, հա։ Մենք ուտում ենք բեքմաս հացի հետ եւ այն սնունդը, որը գտնում էր իմ հայրիկս, իմ մայրիկս, ձյան մեջ, то есть ձուներ սառնի մեջ մենք գնում ենք ինչ որ սնունդ գտնենք, փոխենք ինչ որ բանի հետ, որպեսզի կարողանայինք դիմավորենք, քանի որ սով էր։ 94 թվականին վերջացել է պատերազմը եւ դրանից հետո 96 թվականից մինչեւ 99 թվականը ես եղել եմ Ղարաբաղում, բանակում կոնկրետ մեծ մասը երկրորդ պաշտպանական полк, դա Ճարտար գյուղի մոտ է գտնվում։ Եվ դրանից հետո ես տեղափոխվեցի Ռուսաստան։ Երբ ես եղել եմ Ղարաբաղում, աշխատել եմ Արցախի հեռուստատեսությունում որպես հաղորդավար եւ մասնակցել եմ դեղ ինչ որ տարբեր ծրագրերի մեջ, նաև Ղարաբաղում աշխատել եմ ռադիոյում։ Եվ տեղափոխվել եմ Ռուսաստան, ես մենակ 0-ից 2 տուն եմ արել իմ աշխատելով, աշխատել եմ հեռուստատեսությունում ARM-TV 3 տարի համարյա ուղիղ եթերներ եմ վարել եմ Կրեմլում համերգներ, Սոյուզ Արմյան Ռոսիայի, հա, Արա Աբրամյանը այն վաղ եղել եւ հիմա վարել եմ ահագին փառատոներ Կրասնոյ պլոշիդում մեր քաղաքապետարանի համար, Երևանի քաղաքապետարանի համար եւ վարել եմ ահագին ծննդյան օր, հարսանիք եւ ահագին փող եմ աշխատել այնտեղից, ահագին փող։ Ասեմ, որ այդ ժամանակ երբ ես ապրել եմ Ռուսաստանում, մենակ ես փող եմ հավաքել, 2 հատ տուն եմ արել, ոչ Մոսկվայում, Մոսկվայից մոտիկ։ Եվ հիմա երբ ես տեղափոխվել եմ Հայաստան եւ այս պատերազմը սկսել է, շատ էժան այդ տները վաճառել եմ ու դրել եմ տոկոսի տակ, այդ տոկոսներով ապրում եմ։ Իմ կյանքի մեջ ես մի կոպեկ ոչ մեկից չեմ գողացել, եղել եմ միշտ ազնիվ եւ մնում եմ ազնիվ եւ մնալու եմ ազնիվ, այնպես որ մնացած բաները սա սուտ, հա, իմ հայրիկս կրվել է քաղցկեղով հիվանդ ա եղել, բայց կրվել է, պատկերացրեք քաղցկեղով հիվանդը, չի գնացել հիվանդանոց, կրվել է, այս ձևի մարդկանց համար, բոզություն անող կանանց համար, ովքեր Արցախի հեռուստատեսությունում են կամ ստեղ դիզայներ են ֆոնդի ղեկավար, այս գեներալների համար, այս չինովնիկների համար, հա, այս պորնիկների համար ներողություն, հայրիկս դուրս չի եկել։ Իրանցից մեկը չի զոհվել։ Իրանք հիվանդ չեն, բայց Կրասնոյ կրեստով իրանց կանանց հանում են։ Եվ հիմա դուք տեսաք, չէ՞, որ Ստեփանակերտի քաղաքապետը իրականական ոնց անեց 10 օր, չի մնում էր 10 օր, որ պատերազմ լինի։ Բա մենք տենց ենք արել առաջի պատերազմի ժամանակ, մենք տենց ենք արել։ Էս է իրականությունը, մնացածը սուտ։ Եվ երբ մենք ապրում ենք Ղարաբաղում, մեզ ջուր չի եղել կռվի ժամանակ, Ժանը может подтвердить, ջուր չի եղել։ Եվ քանի որ մաման չէ կարողանում թեյ սարքել, մեզ ջուր չկար, այսինքն դրուբաները սաղ սառած եւ ընդհանրապես գրնդակոծում են ոչ ջուր, ոչ գազ։ Մենք գնում ենք գյուղ, այսինքն Ստեփանակերտից ձյուներ, մենք գնում ենք գյուղ, որը մոտիկ է Ստեփանակերտից, չգիտեմ, մոտ 10 կիլոմետր։ Պատկերացրեք, քաղաքի մի մասը կայնած էր, որ ջուր լցնի։ Ու սառած ձերով միջև մենք հասնում ենք ջուրը լցնենք, ահագին ժամանակ ենք կորցնում, ու ինձ հետ եղել է պատմություն, որ ես ջուրը լցել եմ եւ երբ հետ էի գալիս, ես ուրեմն փոքր էի, ընկա եւ այդ ջուրը թափվեց։ Դուք չեք պատկերացնում ինչ զգացմունքներ է եղել իմ մոտ։ Ես չեմ կարող պատմեմ, որ այն ջուրը, որը ես ժամերով սպասում էի, որ լցնեմ, այն ջուրը, որը ես կես ճանապարհ արդեն հետ բերել եմ եւ պետքա հասցնեի մամային, քանի որ մենք պետքա երեկոյան թեյ սարքենք, ճաշ սարքենք, որ այդ ջուրը չկա։ Ու ձերերը սառած, ես չեմ կարող ոչ ոտերը սառած, չգիտեմ ինչ անեմ։ Եվ այդ ձևի պատմություններ շատ կարամ պատմեմ, եթե ես ուզենայի պատմեի, կպատմեի, հիմա պատմում եմ։ Այս ձևի օրեր եմ ես քաշել։ Մենք փրկվել ենք, չգիտեմ, քանի որ Աստված մեզ շատ է սիրում։ Երբ մենք քնում ենք գիշերը եւ մենք մտածում ենք, մենք չենք կարող քնենք, քանի որ փոքր եղբայրս կարող է կրիսը իր ականջի ուտի, կրսները վազում են պատվալների մեջ, մենք մտածում ենք ո՞նց անենք, որ կրիսը չուտի մեր եղբոր ականջը։ Մենք տենց ենք ապրել։ Շարունակեմ։ Ռոման ջան, ինչու է Ուկրաինայի պատերազմում զոհված հայերի լուսանկարները հրապարակում, եթե հարազատները դեմ են դրան։ Ուրեմն մենք հրապարակում ենք դրա համար այս վերջի 4 տարին, որպեսզի մեր բնակիչները, Հայաստանի Հանրապետության բնակիչները նայեն ինչքան զոհված ունենք, գուցե մեկը իր գլուխը խելքը հավաքի ու չանի նույն բանը։ Դրա համար ենք մենք դա անում։ Շարունակենք։
Ռոման ջան, Ալիևին ես երբեք չեմ հավատա, իսկ դու մեկ-մեկ իրան գովում ես։ Ոնց կարելի է Ալիևին հավատալ։ Ուրեմն բացատրեմ եւ վաղը ես ռուսերեն էլ դրա մասին կասեմ։ Մենք ձեզ հետ գիտենք Ալիևի մասին ինչ։ Ինչ մենք կարդացել ենք Քոչարյանի ժամանակ եւ Սերժի ժամանակ եւ այն ինչը գրում է Ռուսաստանը։ Արդյոք Իլխամ Ալիևը այն մարդն է, ում մենք ճանաչում ենք այդ գրառումներից։ Քանի որ մենք միջ հիմա եկեք ազնիվ լինենք։ Մենք ունենք պրոպագանդա Քոչարյանի ժամանակ, Սերժի ժամանակ։ Եվ այդ պրոպագանդան, չգիտես ինչու, խոսում է Ալիևի մասին, երբ մենք ունենք մեծ խնդիրներ։ Կներեք, մեր գենշտաբի ղեկավարը Սերժի ժամանակ 2008 թվականից մինչև 2016 թվականը մեր գենշտաբի ղեկավարը եղել է Յուրի Խաչատուրովը։ Եվ ամեն հայ պետքա հիշի, բա ոնց ենք մենք գենշտաբի ղեկավարը պահել մի հատ մարդու, ով չի ճանաչում մի հատ հայկական բառ։ Դուք գիտեք, որ գենշտաբի ղեկավարը չեն հասկանում հայերեն, խոսում էր ռուսերեն, ճիշտ է։ Եւ այդ նույն մամուլը, ով առավոտից երեկոյան Ալիևին տականք է համարում, նույն մամուլը չէր գրում, տականքը այն մարդիկ են Հայաստանում, ովքեր գենշտաբի ղեկավարը դնում են Յուրի Խաչատուրովը, ով երկու բառ հայերեն չի կարող խոսալ։ Սա է խնդիրը։ Մենք տարիներով լսում ենք Ալիևի մասին քննադատությունը եւ այդ նույն մամուլը չի գրում, որ Ղարաբաղում մեր երեխաներին օգտագործում են որպես ստրուկ, թալանում են մեր բյուջեն, այսինքն սա մամուլը մեծ մասը ինչ գրում էր Ալիևի մասին, սուտ էր։ Ինքը մեզ ժողովրդին էշ չի տեղադրել այդ նույն մամուլը, ինքը մեզ համար թշնամի է ստեղծել, որ մենք ժամանակ չունենք, մեզ թվա թե Վիտալի Բալասանյանը բոմբա է, մենք չենք իմանում, որ Խորխորունից սպանել է Սամվել Բաբայանի այդ начальник охраны, մենք լսում ենք Ալիևի մասին լուրջ, բայց Ալիևը իտոգում այսօր միակ ղեկավարն է, ով Ուկրաինա ուղարկում է գեներատոր եւ օգնում է Ուկրաինայի հայերին, որ չմրսեն, չմեռնեն։ Մեզ ունենք 5 միլիոն հայ, այո, մեծ մասը փախել են Ուկրաինայից, նես չի որ սաղտներ են։ Բայց եկեք փաստերով 4 տարի Ալիևը համարյա ամեն շաբաթ գեներատոր է ուղարկում, այդ գեներատորներով տականում են Ուկրաինայի ժողովուրդը, նաեւ մեր հայերը։ Եվ մենք արանք ինչ ուզում ենք ասենք Ալիևի մասին, բայց փաստը այն է, որ Պուտինը մեզ վաճառում է բենզին 550 դրամով 1 լիտրը։ Իսկ այս մարդը 430-440 դրամ։ Ռինոյելը Խաչատուր Սուքիասյանը փաստորեն նենց արել, որ մենք առնում ենք բենզինը 430 դրամ։ Լավ կներեք, եթե Ալիևը նենց է արել, որ մենք 20 լիտր բենզինում, իսկ այսօր Հայաստանի Հանրապետության բնակիչը 20 լիտր բենզին առնելով 5 կիլո խնձոր ավել կարա առնի, այսինքն ինքը տալիս է 2000 դրամ ավելի քիչ գումար մոտավորապես։ Իսկ 1 կիլո խնձորը 400 դրամով կարելի է առնել։ Ես օրինակ կենտրոնում 400-500 դրամով խնձոր եմ մեկ-մեկ առնում, հոյակապ խնձոր։ Իսկ Վանաձորում կարելի է 300 դրամով խնձոր գտնել։ Հիմա պատկերացնում եք, 5 կիլո խնձոր դա քիչ չէ մի հատ մարդու համար, ով ապրում է աշխատավարձից աշխատավարձ։ Կամ էլ ինչի 5 կիլո խնձոր։ 3 հատ սիգ 800 դրամ է մի հատ сига, մեծ сига 1000 драмов, բայց այն средняя сига стоит 800 драм. 3 сига можно купить за примерно 2300 драм. 3 сига, մի հատ 3 հատ сига առնում այդ տղամարդը, տանում է իր երեխաների հետ, 2 հատ կարտոլ է դնում դուխովքում, ու կներեք 2 կտոր հաց է կտրում, ուտում է։ Բա ամեն կանիստրայում 2000 դրամ մեկ էկոնոմիա կանում, դե լավ հիմա հարց տակ, բա որ Պուտինը մեր ընկերն է, ինչի է մեզ այդ բենզինը 540 դրամով վաճառում։ Ինչի։ Ну как такое может быть? Как? Բայց մենք Պուտինին ոչ մի բան չեք ասում։ Այն նույն հայերը, ովքեր ասում են Ալիևը վատնա, մեկը չի ասում, բա դե նаш союзник։ Դու իմանալով Հայաստանը ինչ որ անգել, այսքան բեժնից ունի Ղարաբաղից։ Դու չես կարող մեր երկրին գոնե մի քիչ նորմալ գներով վաճառես այդ բենզինը։ Իմիջայնոց ես դες ասեմ Ալիևի այդ բենզինի, որ մենք վաճառում ենք ավելի էժան։ Դուք մի մոռացեք, որ սնունդը իր վերջնական գինը մեջը մտնում է նալոգներ, չգիտեմ այդ продавщицին որ գումարն է տալիս, լույսի գումարն է տալիս, արենդա եւ այո, բենզինի гумара։ Бензине гумара մտնում է в конечную цену продукта. Եվ եթե топливо, бензин или топливо оно дешевеет, соответственно, это и позволит, ну как минимум, чем ասում էժանանա продукты, բայց գոնե այդքան շատ չաճել, то есть чтобы так быстро не росла цена на конечный продукт։ Ես գտնում եմ, որ մենք մեզ պետք չի ոչ Վրաստանի ղեկավարին սիրենք, ասենք արի համբուրենք, ոչ Իրանի ղեկավարն է մեր աչքի լույսը, երկու շաբաթ չի անցել, որ Իրանի դեսպանը մեզ ուգրաժատ էր անում։ Угрожал нам Иран. Мы сделаем так, мы не забудем ничто. Բա իրանց ղեկավարը չի ասել ուգրաժատ արա Հայաստան։ Դեսպանը կյանքում Պարսիկների դեսպանը նա չի համարձակվի երկու բառ ասի մեր հանդեպ։ Ուրեմն իրանց ղեկավարն է իրան ասել։ Գնա նկատողություն արի հայերին, թող լսեն ինչ ենք ասում։
Նենցա որ մեզ պետք չի ոչ մի ղեկավարի իդեալացներ, ասել, այս ղեկավարը, այս մարդը իր ազգի ղեկավարն է, ինքը մեր ազգի ղեկավարը չի, ինքը պարտավոր չի մեզ սիրի։ Մենք պետքա բոլոր հարևանների հետ նենց հարաբերություններ ունենանք, որ այս մարդիկ հասկանան, որ մենք դեմ չեք իրանց։ Իրանք ինչի պետքա մենք լինենք ադրբեջանցիների դեմ, այսինքն իրանց երաժշտությունը, մենք պետքա հասկանանք, որ եթե մենք ուզում ենք իրանք հարգեն մեր երաժշտությունը, մեր գրականությունը, մեր պատմությունը, եկեք մենք էլ էլի մի քիչ ակուրատնի խոսենք հարևանների մասին։ Ախպեր ջան, այո, ձեզ ունեք ձեր երաժշտությունը, իրանք 10 միլիոն ազգ են։ Եթե իրանք սիրում են իրանց երաժշտությունը, եկեք հասկանանք, որ այս մարդիկ իրանց Աստված է ստեղծել, ոնց մեզ է ստեղծել Աստված, նենց էլ իրանց։ Բա մենք ասում ենք մենք քրիստոնյա ենք, մենք ասում ենք ինչ այս 10 միլիոնը պետքա չլինի, իրանց ղեկավարը Ալիևն է։ Եթե մենք այդ ազգի հետ ուզում ենք լեզու գտնենք, ու այո, օգուտ անենք, այո, մենք հիմա Փաշինյանը հոյակապ տղա է։ Դες քանի քայլում մենք արդեն օգուտ ենք արել մեր բյուջեի համար։ Մենք ասում ենք մենք ուզում ենք մեր պենսիոները անվճար գնա հիմա 65 տարեկանից վարչապետը նենց արել, որ մարդիկ կարան գնան, բուժվեն անվճար։ Բայց փողը որտեղից գտնենք։ Պետք է հավաքենք, չէ՞։ Փողը ո՞նց է մենք գտնում։ Մի քիչ էստեղից փոկենք, մի քիչ էստեղից, մի քիչ էստեղից, որ վերենք մեր բնակիչների կյանքի որակը բարձրացնենք։ Այս մենք գորգորալելով, ստրան անեցք տալով, ստրան հետ բամբասան անելով, ուզում եք կյանքի որակ բարձրացնենք։ Ոչ։ Ես չեմ կարա այսքան հետևորդ հավաքեմ։ Մեր հետևորդների ես ցավը տանեմ։ Տեսեք իմ վիդեոները ես գցում եմ Messenger, վիդեոն եւ նախադասություններ։ Իրանք գցում են իրաց էջը, կապ չունի ինչ եմ ասում։ Բայց ես ո՞նց եմ արել, որ այս հետևորդները բոլորը ինձ ասում են արի քեզ աջակցենք։ Ո՞նց եմ արել։ 7 տարի, այս վերջի 7 տարին։ Привет, как дела? Ոնց ես, առողջությունդ ոնց է, օրդ բարի լինի։ Ոնց ես դու, աղջիկ ջան, ոնց ես, տղա ջան, Սամվել ջան, привет։ Բայց ո՞նց եմ շփում հետևորդների հետ, որ իրանք տարածում են իմ վիդեոները։ Խախտր լեզու օգտագործելով, ուշադիր լինելով, հարցնելով ոնց ես, այ ախպեր ջան։ Նույնը մենք մեր հարևանները տարբեր են։ Եկեք բոլորի հետ ակուրատնե, քաղցր լեզվով, այո, վարչապետը մալադեց։ Քանի անգամ խնդաց Ալիևին։ Այնպես չի որ խնդում է Ալիևին։ Ալիևին խնդում է որ մեր երեխեքը սահմանում իրար չկոտորեն։ Ալիևի հետ ձեռ է տալիս, որպեսզի ձեր երեխեքը սաղ սալամատ գան, վերադառնան իրանց տունը։ Եվ այո, հանուն դրա համար պետքա բոլորի հետ խնդանք։ Ես տենց եմ գտնում։ Հնարավոր է որ դուք ինձ հետ համաձայն չեք։ Ես չգիտեմ ոնց եք դուք մտածում, բայց սա իմ կարծիքն է։ Շարունակենք, ինչպես ես գնահատում քաղաքապետարանի աշխատանքը, Ավինյանը խոստացել է թենիսի կորտեր, բայց չկատարեց։ Ես ասեմ, որ Երևանի քաղաքապետարանը ունի լավ բաներ, որը անում է եւ ունի տեղեր, որտեղ մենք պետք է եւ մենք քննադատում ենք։ Տենիսի կորտերը, այո, Ավինյանը խոսկատվել եւ չի արել, եւ դա փաստ է, ինքը ասել է հաղթանակ փառքում տենիսի կորտա լինելու, բայց չի արել։ Բայց այդ տենիսը որտեղ եղել է, դեռ արդեն չգիտեմ ումին են տվել։ Այո, ես համաձայն եմ ձեզ հետ, որ մարդը պետք է իր խոսքը կատարի։ Եթե դու մի հատ խոսք ես տալիս, կատարի, կամ էլ ասա, մենք մոտակա տարիներին ման ենք գալու Երևանում այն տարածքը, որտեղ մենք կարանք տենիսի կորտ անենք։ Ես համաձայն եմ լսեմ չինովնիկից սենց նախադասություն, որ ժողովուրդ ջան, մենք կաշխատենք ձեր այդ հարցը լուծենք, նենց որ ձեր սիրտն է ուզում, մենք ման կգաք, ոչ թե գիտես նենց հայեր կան, որ ասում են ախպեր ջան, ամեն ինչ բոմբա է լինելու, ու Ավինյանը այս ոչի մեջ է։ Ախպեր ջան, ինչի ես խոսքեր տալիս, որը դու չես катарում։ Ну зачем? Скажи, мы постараемся, мы будем искать место, мы еще не знаем, мы проведем переговоры. Друзья мои, в Ереване мест мало, надо найти, это не 2 копейки. Կարելի է չես սենց ասել։ Ինչի ես ասում, ստեղ ու դա չի լինում, ու մարդիկ ասում են, բա Ավինյանը սուտ է ասել։ Понимаете, русերեն սենց մի հատ նախադասություն կա, էլի ասում, не надо бегать впереди лошади. Это как раз про Авиньяна, человек, который все время бежит впереди лошади. Идем дальше. Идем дальше. Ավինյանի մասին ես պատասխանը տվեցի, շարունակեք։ Ռոման ջան, ինչպես է գնահատում դա ասեցիք, լուծվեց արդյոք Ամիրյան փողոցի հարցը, որտեղ Հովիկ Աբրահամյանի տղան այդ լիֆտը վերցրեց։ Եթե դուք հիշում եք, ես մի մեծ շուխուր եմ բարձրացել, որ Ամիրյան փողոցի վրա կենտրոնում այդ լիֆտը Հովիկ Աբրահամյանի տղան օգտագործում է եւ փակել է ժողովրդից։ Այո, լիֆտը բացվել է, այդ հարցը լուծել եմ ես եւ ես շնորհակալ եմ եւ Հովիկ Աբրահամյանի տղուն, որ ինքը համաձայնվել է, ես իրոք շնորհակալ եմ, ես շնորհակալ եմ այդ շենքի ղեկավարներին, ովքեր նայեցին իմ եթերս եւ բացեցին լիֆտը եւ ես ուզում եմ ձեր շնորհակալություն հայտնեմ։ Ստեղ գրած է, որ ինչու այդ հարցը չի լուծել կենտրոնի թաղապետը, ես չգիտեմ, դա եթե ինձ խնդրել են այդ հարցը լուծեմ, ես եմ լուծում այդ հարցը եւ ես չեմ ճանաչում կենտրոն թաղապետին, կենտրոնին չեմ տեսել նկարը, ես գիտեմ, որ կա կենտրոնում թաղապետ եւ ասում են, որ Ավինյանի ընկերն է, բայց ես չեմ ճանաչում, ես չեմ կարող ասեմ ինչու չի լուծել եւ արդյոք ես գիտեմ, որ թաղապետարանին դիմել են, բայց իրանք չեն լուծել այդ հարցը, բայց պատճառը չգիտեմ, ես չեմ կարող ավել մարդու մեղադրեմ, եթե ես չգիտեմ, գուցե ինքը վախենում է Հովիկ Աբրահամյանի տղուց եւ որոշել է ոտը չտորորի, գուցե իրան չեն ասել իր տեղակալ
գնալները սաբոտաժ են արել, չգիտեմ, իրոք ես չեմ ճանաչում կենտրոնի թաղապետին ու նորից եմ կրկնում, даже նկարը չեմ տեսել, я не знаю, как он даже выглядит, поэтому я затрудняюсь давать оценки թաղապետу, про которого у меня недостаточно информации, а можно сказать вообще нет информации. Նաև ստեղ գրում են, որ Ռոման ջան կենտրոնի թաղապետի եղբայրը վարչապետի դեմ է եւ մեծ աշխատանք է տանում վարչապետի դեմ, դա գրել է Իսահակյան Արմինեն տեսեք նորից ես չեմ ճանաչում ոչ թաղապետին ոչ էլ ես չգիտեմ եղբայրը ինչով է զբաղված եթե դուք ասում եք որ կենտրոնի թաղապետի եղբայրը աշխատում է վարչապետի դեմ ու մեծ աշխատանք է տանում այս ինֆոն պետք է ստուգել բայց ես չեմ կարող ոչ մի բան ասեմ ուստեղ ես կոմենտներ չեմ կարող տամ պետք է հարցնեմ եւ ինչ աշխատանք է տանում այսինքն ինչ բամբասում է խոսում է թե ինչ որ հանդիպումներ է թե Это надо все выяснять. Я не могу, ես չեմ կարող ոչ մեկի մեղադրեմ, եթե ոչ մի փաստ չունեմ, եւ գիտեք, նենցա որ ավելի լուրջ խնդիրներ ունեմ համացանցում, նենց չի որ այդ կենտրոնի թաղապետը եղբայրը ինչով է զբաղված, դա ինձ հետաքրքիր է. Это, ну, очень мелко для того, чтобы я тратил время и занимался изучением этого вопроса. Двигаемся дальше. Ռոմջան, քո կարծիքով Լևոն Շիրինյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Արման Բաբաջանյանը եւ այլ հայտնի դեմքեր կարող են ընտրություններում ձայներ հավաքել Տեսեք, ես չգիտեմ գնալու են ընտրությունների ընդհանրապես երևի գնալու են Լևոն Շիրինյանը, Արման Բաբաջանյանը, Ռուբեն Մեհրաբյանը, այս ձեր մարդիկ ում դուք ասել եք, ես ասեմ, որ ես չեմ լսում Արման Բաբաջանյանի ելույթները եւ չգիտեմ ինչի մասին է խոսում Արման Բաբաջանյանը, ծանոթ չեմ եւ Արման Բաբաջանյանը այն մարդը չի, ով ինձ դուր է գալիս, կամ էլ ես դրան ձայն կտայի, բայց վատ բաներ չեմ կարող ասել, просто я его не слушаю, не знаю и не понимаю вообще, насколько он силен. Ես չեմ մտածում, թե Արման Բաբաջանյանը կարող вообще ձայներ հավաքի, ինձ թվում ոչ Արման Բաբաջանյանը չի կարող ձայներ հավաքել։ Ինչ մնաց Լևոն Շիրինյանը, իրան շատ են հարգում եւ Լևոն Շիրինյանը մի հատ հոյակապ անձնավորություն է։ Ես ինքս իրան շատ եմ հարգում եմ իրան տեղակալը եւ օրինակ ես լինեի, ես իրան ձայն կտայի, ինքը շատ լավ մարդ է եւ ես իրան մենակ հաջողություն եմ մաղթում, մենակ առողջություն։ Ինչ մնաց Ռուբեն Մեհրաբյանը։ Ռուբեն Մեհրաբյանը ես կարամ ասեմ, որ ինձ համար ընկեր է, ես տենց եմ գտնում, չգիտեմ ոնց ինք կարող արասամ, ես շատ եմ մոտիկ իր հետ եւ բոլոր հարցերում կիսվում եմ իր հետ, եթե ժամանակ է լինում մենք հանդիպում ենք, վերջերս ոչ Ռուբեն Մեհրաբյանը այն մարդն է, ով կյանքում փողով չի ծախվում, իրան փողով չես կարող առնես, ինքը իսկապես հայրենասեր, ազնիվ, խելոք մարդ է, իր տեղում, то есть это есть эксперт, արդյոք կտան իրան ձայն թե չէ, գիտեք ինչ, Ռուբեն Մեհրաբյանը չունի, այսպես ասած, у него нет такой харизмы, таких эмоций, да, которые могут за собой повести народ. Я не знаю, сколько людей отдадут, но людям нужен не просто умный, патриотичный человек, как Рубен Մեհրաբյան. Մարդիկ սիրում են չգիտեմ, էլի կալորիտնի մարդկանց, հասկանում եք, կալորիտնի։ Այնպես որ ես затрудняюсь, չգիտեմ, բայց այն որ Ռուբեն Մեհրաբյանը հոյակապ մարդ է եւ հայրենասեր խելոք մարդ է, դա հաստատ։ Սենց կարամ պատասխանեմ, շարունակենք Ռոման ջան հարց են տալիս Ռուսաստանից շատ վաղ, մենք ուզում ենք տեղափոխվենք Հայաստան, որ քաղաքներում Ռոման ջան շահավետ բնակարան գնել կարանք եւ որ քաղաքներն ես դուր խորհուրդ տալիս։ Այսինքն մարդիկ հարցնում են որ քաղաքներում Հայաստանում կարելի է տուն առնել, որպեսզի այդ տները ոչ էժանանա, այլ թանկանա։ Ես կարամ դա ասեմ իմ կողմից, առաջինը դա Ղափան քաղաքն է, այսինքն եթե դուք ուզում եք տուն առնեք ինչ որ մարզում կամ քաղաքում եւ այդ տունը անպայման վստահ լինեք, որ ինքը ավելի թանկա լինելու, հաստատ դա Ղափան քաղաքն է։ Դա հաստատ 100%-ով ինֆո եմ տալիս, որ Ղափան քաղաքը, Մեղրի քաղաքը, բայց Ղափանը ավելի շատ Այդ քաղաքներում դուք հաստատ կարող վստահ լինեք, որ եթե դուք այս տարի տուն առնեք, անպայման մեծ աճ է լինելու։ Այսինքն այն մարդը, ով Ղափանում փող է դնում, դուք չեք պատկերացնում։ Առաջինը խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Երկրորդը ինչ պրոյեկտներ են հիմա կառուցում կառավարությունը, ինչ ճանապարհներ դեպի Պարսկաստան, հա։ Բացի դրանից Տրամպի ճանապարհը անցնելու է через Սյունիք, այսինքն Ղափան это центр Սյունիքա։ Այն մարդիկ, ովքեր տներ են առնում, հողեր են առնում Ղափանում, դրանք միլիարդերներ են։ Ու ես խորհուրդ եմ ձեզ տալիս, որ եթե դուք ուզում եք մեկը սարքեք երկու, հաստատ ինֆո եմ տալիս, Ղափանում առեք։ Երկրորդ քաղաքը, որը դուք կարաք փող ծախսեք եւ վստահ լինեք, որ այդ փողը ավելի շատ եք դուք հետո սարքելու այդ գումարը, հա, եւ հանգիստ կարաք լինեք, հանգիստ 100%-ով։ Դա աշտարակ քաղաքն է, այսինքն եթե դուք ունեք $100,000, դուք ինչ որ մի բան վերցրեք աշտարակ քաղաքում եւ հաստատ այդ մեկը դառնալու է երկու։ Աշտարակ քաղաքը այն քաղաքներից է, որտեղ դուք հանգիստ կարաք դուք ինչ ուզում եք առնեք։ Քանի որ այնտեղ լինելու է մետրո, այսինքն մետրոն գալու է հասնի աշտարակ,
Երևանից եւ դուք մետրոյով հանգիստ կարաք հասնեք։ Հաջորդ քաղաքը դա Իջևան քաղաքն է, Դիլիժանը ունի արդեն տեղ, որտեղ ինքը կարա բարձրանա, այսինքն ինքը բրծել է իր բանը։ Ֆինիշը, всё։ Իջևանը, այո, այն քաղաքն է, որը եւ Թիֆլիսից է մոտիկ, եւ մի մոռացեք, որ Փաշինյանը հենց հիմա պահանջում է, որ այդ ճանապարհը Ադրբեջանից գա հասնի Իջևան, դուք պատկերացնում եք, եթե մենք ապրանքները ստանանք չերես Իջևան, եւ այո, Իջևանում լինելու է железная дорога եւ Իջևանը առանցն էլ Իջևանը հոյակապ տեղ է, առանցն էլ դուք չեք պատկերացնում, քաղաքում առաջ դաժե լույս չի եղել, հիմա սա քաղաքը լույս կա, սա քաղաքը, պետությունը դրա վրա փող է ծախսում, 1000 մի բաներ է բացվել, դպրոցներ, ճանապարհներ եւ այլն, բայց դրանից կման Իջևանը ունի ռեզերվ բարձրանալու եւ Իջևանը, քանի որ այնտեղ այդ ճանապարհը պրյամոյ ապրանքները գալու է Ադրբեջանից Հայաստան, այո Իջևանում բարձրանալու է գները։ Հաջորդ քաղաքը, որի վրա ես ուշադրություն կդարձնեի, դա Վանաձոր քաղաքն է, քանի որ դուք տեսնում եք, թե Արենի աշխատանքը Մկրտչյանի, թե նախկին մարզպետի, թե վարչապետի վերաբերմունքը եւ լորին ստանում է մեծ խոշոր գումարներ, թե ճանապարհները, թե դպրոցները եւ ինչ ձև է փոխվում Ստեփանավանը հիմա 90%-ը առաջի տեղն է բռնում Հայաստանում, ինչքան փող են դեռ ներդրել։ Նույնը լինելու է եւ կա հիմա Վանաձորի հետ եւ Վանաձորը այն քաղաքն է, որը մոտիկա Թիֆլիսից եւ մոտիկա Երևանից, ճանապարհները հոյակապ, туриզմը այնտեղ ահագին մեծ աշխատանք են անելու եւ անվում է դա, որ ավելի շատ անցած տարի ահագին մարդ գնացել են կոնկրետ Լորի մարզ։ Եվ Վանաձորում շատ բարի ժողովուրդ են եւ բացի դրանից Վանաձորի որն է ամենալավ կողմը, որ Վանաձորում Իջևանում եւ Արմավիրում ամենաէժան գներն է, այսինքն Հայաստանում երբ ուսուցիչը կամ սպան աշխատավարձ է ստանում, օրինակ Երևանի սպան եւ Վանաձորի սպան ստանում են նույն գումարը, չէ՞, բայց Վանաձորում խնձորը, մակարոնը, յուղը, ամեն ինչը ավելի էժան է, թե Վարշավիրը գնալը, թե շաուրմա ուտելը, բոլորը ամեն ինչ էժան է, քան թե Երևանում։ Պատկերացրեք, սնունդը կարող է լինի Իջևանում, Արմավիրում եւ Վանաձորում մոտավորապես 20-30% ավելի էժան, քան թե Երևանում, ավելի էժան։ Եվ այո, Վանաձորում ես խորհուրդ կտամ եւ Արմավիր քաղաքը, որը աճ է լինելու, այո, Արմավիրի միակ թերությունը դա ջուրն է, ասեմ որ 10 մարզից ամենավատ ջուրը Արմավիրի մարզն է, ջուրը համով չի դեղ, բայց հիմա տեսեք, Արմավիրի գյուղերում դրել են sense ապարատներ, շատ էժան, դուք կարաք լցնեք այդ ջուրը, 20 լիտր, 10 լիտր, այսինքն այն ջուրը, որը դուք խմում եք, կարաք վերցնեք ապարատից կոպեկները, իսկ մնացածը կրանից վերցնեք, նեցա որ ջրի հարցը կարելի է լուծել, իսկ մնացած տեսակետից Արմավիրը բոմբա տեղ է եւ ահագին փողեր է ծախսվել եւ Խուդացյանն է երբ եղել քաղաքապետ, հետո մարզպետ է եղել, Արմավիրի մարզպետը էլի մեծ ուշադրություն է դարձրել եւ հիմա շարունակում այդ մեծ աշխատանքները, Արմավիրում ահագին երեխեք կա, ահագին ջահել ընտանիքներ կա, այդ քաղաքը շատ ну это город молодых и детей, или там большая часть дети и молодые пары. Так что Армавир прекрасное место, где можно вкладывать деньги, и это мирка, все очень дешево. То есть, քանի որ այնտեղից ենք, չէ՞, մենք բերում ուրիշ տեղերում վաճառում։ Այսքան կարամ ասեմ, Ղափան, Իջևան, Վանաձոր, Արմավիր եւ Աշտարակ, այդ 5 քաղաքը մեծ աճ է սպասվում։ Եկեք ասեմ նաեւ, որ լինի ազնիվ, գիտեք, մենք շատ ենք գովել Գյումրի քաղաքը, բայց ուզում եմ զգուշացնեմ մեր հետևորդներին, կներեք հարգելի գյումրեցիներ, բայց ես հիմա խորհուրդ չեմ տա Գյումրիում տուն առնեք, քանի որ վտանգավոր այնտեղ տուն առնելը։ Տեսեք, նոր տարում պատկերացրեք 31-ին 3 հատ դանակահարում եւ կրակոցներ ա եղել։ Պատկերացրեք, մարդիկ չեն կարող անվտանգ նստեն կաֆեում։ Սաղվաղ կրակոցներ, դանակահարում, 8 հատ ՉՊ մեկ շաբթում ա եղել։ 1-ից մինչեւ 8-ը, 8 հատ ЧՊ։ Քնչականը աշխատում է շատ վատ, Վարդանիկի այդ շրջապատը մարդկանց ճնշում է, չգիտեմ, Գյումրին հիմա չունի ոչ մի բան հնարավորություն աճել, այնպես որ մի քիչ ինձ թվում է Գյումրիի վրա պետք է ուշադիր նայել եւ немножко быть осторожными с Гюмри. Двигаемся дальше, друзья. Լուծվեց Ամիրյան, да, все правильно. Ռոմ, Հայաստանի որ քաղաքներում ինչու Փաշինյանի որոշեց, որ իր թիմից հեռացնել առանձին падգամավորներին։ Առանձին падգամավորները եւ ընդհանրապես մարդիկ, ով չեն մտնելու նոր ցուցակը ԿՓ-ի, դա կապված է դրա հետ, որ իրանց պահվածքը շատ վատն է եւ չի համապատասխանում վարչապետի տեսլականին, да, то есть не соответствует философии варчапета. Поэтому он решил этих людей выкинуть вообще. Ռոման ջան, ինչու Բակոյի, Արայիկի եւ Արկադիի կանայքը հանրային դաշտում գրեթե չեն երևում։ Ինչպես են դրանք
ապրում են շատ լավ, Արայք Հարությունյանի կինը, Բակո Սահակյանի կինը, հիշեցնեմ, որ իրանք ունեն շատ կանայք եւ սիրականներ, մենք խոսում ենք основной կանանց մասին, первые жены, они говорим։ Իրանք ապրում են շատ լավ, գիտեք, իրականությունը սենց է, որ իրանք շատ երջանիկ են, որ իրանք ամուսինները բանտում նստած են եւ իրանք շնորհակալ են Աստծուն, որ Ալիևը բռնել է իրանք ամուսիններին, քանի որ կներեք, այդ կանայք իրանք ամուսիններին սկի տանը չէին տեսնում։ Այդ կանայք իմանում են, որ իրանց ամուսինը կամ մարդասպանում, կամ բյուջենա գողանում, կամ ինչ-որ մարդածեցում, կամ կներեք երկրորդ կնգա հետա, կամ սիրականնի հետա, նես չի, որ իրանք իրանց ամուսնու Ստեփանակերտում տեսել են, որ հիմա էլ չեն տեսնում։ Ոնց այն վաղ չեն տեսել իրանց ամուսնուն, նենց էլ հիմա չեն տեսնում։ Ուղղակի տարբերությունը այն է, որ առաջ երբ իրանք ապրում են Ստեփանակերտում, իրանք մտածում են, որ իրանց խափում են, ման են գալիս ուրիշ կնգա հետ կամ էլ ընկերների հետ, հիմա հանգիստ են այդ կանայք, որ իրանց ամուսինը հանգիստ նստած է բանտում եւ ուրիշ կնգա հետ չի քնում։ Մեկը նենց չի քնում իր կնգա հետ, հիմա էլ թող ոչ մեկի հետ չքնի։ Սենց են մտածում այդ կանայք եւ Բակոյի կինը օրինակ շատ երջանիկ է, իր ամուսինը առաջ թմրամոլ է եղել, հիմա Փարք Աստծո Ալիևը նենց արել, որ մի հատ անաշատ չի ծխում Բակոն։ Ինչի պետքա դժբախտ լինի։ Հիմա Բակոյի կինը Անահիտը ասում է շնորհակալ եմ քեզ Ալիև, որ ամուսինս առաջի անգամ ինքը տենում իր ամուսինը սպիտակ աչքերով, առաջ տրախած դամարներով ա եղել, սա վաղ թմրաբան նարկոտիկի տակ։ Հիմա ինքը շատ ուրախ է եւ դաժե ինձ թվում է կարող է նամակ գրի, որ պարոն Ալիև շնորհակալ եմ, որ ամուսինս նարկոման ա եղել, հիմա դու Ալիև նենց ես արել, որ այս մարդը մի հատ նարկոտիկ չի օգտագործում, ոչ մի բոզ չի քնում բոզի հետ ու հանգիստ նստած պարկած է իր կրավատի մեջ։ Իրականությունում ինձ թվում է տենց էլ կա։ Շարունակեք, Ռոմա ջան, ով է գրում քո տեքստերը, արդյոք ճիշտ է, որ ուրիշներն են գնում քո տեքստերը։ Ուզում եմ շատ հստակ ասեմ, որ կյանքում իմ տեքստերս ոչ մեկ չի գրել, կյանքում։ Եվ դա չի կարա լինի։ Կյանքում ինձ ոչ մի պաշտոնյա չի ասել։ Կարաս այս մեկին քննադատես կամ ստրանք քննադատես։ Դες բան չկա։ Ու գիտեք, ես երդվում եմ ձեզ, երդվում եմ, որ կյանքում ինձ ոչ մի պաշտոնյա չի ասել արի ստրանք քննադատի կամ դրանք քննադատի։ Տենց բան չկա։ Ես շատ լավ եմ վերաբերում վարչապետի դեմ եւ այն մարդկանց դեմ, ովքեր վարչապետի շրջապատում են, Արարատ Միրզայանն, Սուրեն Պապիկյանն, Ալեն Սիմանյանն, Արմեն Գրիգարյանն, Անահիտ Օվանեսյանն, Գևորգ Պապոյանն, Արսեն Թորոսյանն, Արայիկ Հարությունյանն, եւ եթե այդ մարդիկ ինչ որ բաներ են խոսում հերոստալիքներով, ես արդեն մոտավորապես հասկանում եմ Ռուսեն ասում են куда клонит, да? Եվ այդ գծի վրա իմ ինքնաթիռս թռնում է։ Այսինքն можно сказать, что я очень хитро отношусь к информации։ Ես լսում եմ իմ ընկերս ինչ ասում, ես հասկանում եմ իմ ընկերոջից հետ ոնց պետք է շփվեմ։ Իսկ այս մարդիկ պաշտոնյա են, ես լսում եմ մեր ղեկավարությունը ինչ ասում եւ այդ գծի վրա գնում եմ։ Вот и всё։ Ոչ մեկ կյանքում ինչ չի ասել, սենց գրի կամ նենց գրի։ Եթե տաշերը դեմ է վարչապետի դեմ, ուրեմն այո, ես աջակցելու եմ տաշերին վրա ցեխ եմ շպրտելու, մանավանդ ես դա արել եմ շուտվանից։ Ոչ մեկ ինձ համար տեքստ կյանքում չի գրել, ես իմ տեքստերս ռուսերենից թարգմանում եմ հայերեն, եթե ուզում եմ հայերեն տպագրեմ։ Այո, խնդրում եմ գումար եմ տալիս, անվճար չի։ Գումար եմ տալիս, որ ռուսերենից թարգմանեն հայերեն, դրա մեջ ոչ մի преступление չկա, բայց им հանդեպ им համար текст գրել, да, это смешно, понимаете? Тексты все я пишу и сам делаю свою работу. И последний, давайте вопрос зачитаю. Քո կարծիքով Ռոման ջան, ինչ ա լինելու չէ, երկու հարց մնաց։ Ինչ ա լինելու Ռուսաստանի հայերի հետ։ Այս տարին շարունակվելու է պատերազմը, շատ ուժեղ շարունակվելու է, եւ մեր Ռուսաստանի հայերը հույս ունեն, որ էսա պատերազմը կպրծնի, արդեն 4 տարի Ռուսաստանի հայերը ապրում են այդ վիճակով։ Ռուսաստանի հայերը ինքը պատրաստ չի իր տունը վաճառի ավելի վատ ապրի, բայց ավելի безопасный, հա, անվտանգ։ Ինքը պատրաստ է Ռուսաստանի հայը рисковать անի, то есть Армения, Россия готов рисковать и думает, скоро закончится, и вот мой дом, где работает сын, все это останется как есть. Չգիտեմ, շատ վատ է լինելու այս տարի ու պատերազմը ես չեմ տենում, որ վերջանալու է։ Եվ վերջի հարցը Ռոմա ջան, ինչպես եք վերաբերվում լրագրող Նանե Իսրայելյանի հանդեպ։ Այս հարցը մի քանի անգամ տվեցին եւ ես կուզենայի պատասխանել։ Ես բոլորի հանդեպ լավ եմ վերաբերվում, կարևորը իրանք ինձ վրա չարձակվեն։ Կոնկրետ Նանե Իսրայելյանի մասին ես գրել եմ եւ խոսացել եմ եթերներում մոտավորապես 6 տարի առաջ, որ ես շատ լավ եմ հանդեպ վերաբերում այդ աղջկա հանդեպ։ Տեսեք, այդ աղջիկը միակ աղջիկն է, նորից եմ կրկնում Հայաստանում, ով կարա ռիսկ անի Լևոն Քոչարյանին գնա հարցեր տա ու Քոչարյանին հարցեր տա ու շատ դերзкий, շատ կոպիտ։ Ես չեմ տենում ոչ մեկ Իրանից կման, որ այդքան դերзкий լինի։ Я очень уважаю смелость, дерзкость, потому что գիտեք ինքը ռիսկովն է, ինքը ռիսկավատ անում։ Ինքը ռիսկի տակ է դնում իր կյանքը եւ Լևոն Քոչարյանի հետ։ Կներեք, էլի այդ մարդիկ այնքան տականք են, դու չգիտես ինչ կարան անել այդ աղջկա հետ։ Տականքներ են, չէ՞, Քոչարյանը եւ իր տղան, տականքներ են, մարդասպան։
ու այդ աղջիկը ռիսկ անում իրանց դեմ դուրս գա ու խոսա իրանց հետ։ Ես ոնց պետք է վերաբերեմ այդ աղջկա հանդեպ։ Մենակ լավ, ինքը խելոք սիրուն տաղանդավոր աղջիկ է, մի քիչ խասյաթով, ճիշտ ասած, ես նկատում եմ, որ իր խասյաթ ունի, բայց ինձ թվում է, եթե այդ աղջիկը այտենց կրուտոյ բաներ անում, երևի իրավունք ունի, որ ինքը լինի խասյաթով, այնպես որ շատ լավ եմ վերաբերվում եւ բոլորի հանդեպ եմ լավ վերաբերվում, եթե իրանք ինձ չեն կծում, ես ինչ գործ ունեմ իրանց հետ։ Что касается Նանե Իսրայելյանի նման, եթե մեզ ավելի շատ լիներ լրագրող, ավելի լավ կլիներ։ Բոլորիդ բարի երեկո, բարի գիշեր, վաղը 9:30 ռուսերեն եմ անելու եթերը եւ ուրիշ հարցերի, բայց ռուսերեն կպատասխանեմ այն հետևորդների համար, ովքեր խոսում են եւ հասկանում են ռուսերեն։ Նորից շնորհակալ եմ բոլորիդ, ովքեր իմ ռիլսերս գցում են իրանց էջերը եւ ստորիսները։